45-50 կիլո, հիմա թվել էի, այդ է լավ բան, այլ բոյով ջանով լինելը։ Այ ժողովուրդ ուղղակի սա, ոչ թե քանի է, այսա դժանոց, որ սենց բան ես մեկ էլ մի քանի ամիս առաջ ա եղել։ Այ մամա ջան, ես մեռա։ Ժողովուրդ, հիմա ես մի անգամից ես ցույց տամ, իմ մազերի գույնը լույսի տակ արդեն չորացված վիճակում, նայեք տեսեք հիմա քոքերի մոմենտը, նայեք, տեսեք հիշում եք այս սևը, տեսնեք ինչ լավ է հանում ամեն ինչը, նենց որ սիրելիներս գնեք այս ներկը և կհեշտացնեք կրկին անգամ ձեր գործը, երեխեք մի բան ասեմ, լավ ծիծաղացեք, պիտակները դեռ չեմ կրծրել։ Ուրեմն ստացա ես Ամազոնից այդ երկու ֆարտուկը, տեսնեմ սա ոնց է, ֆարտուկը գործուն հանում, այնորեն էիվասկի այդ ժողովուրդը եկել են, այդ տղան ինձ ասում է, Անա այդ ասում է, բոլոր բացման ժամանակ սենց ճտիկներ կա է, ասեմ, բայց դու ինձ տեսնում ես, որ ես մի ժամ ճտիկ անեմ։ Հիմա տեսնենք, թե սա իրանից ինչ աներկացում, եսի ավելի լավ որակյալ խաչուփաչ է սա, ինձ մենակ խաչուփաչն էր պակասում։ Ջոգում եք երեխեքին ստեղ կարճությունը նայեք, նեղությունը։ Գիտեք ինչ կանեմ, կտամ մամային, սա կհանի, հիմա եթե ես այս սա հանեմ, քանդեմ, ոնց է լինում սա, ես սենց է ուզում լինել, այ սենց, ինչ լավն է գույները ամարային, թող մնա, մամային կտամ ինքը կսարքես, պրեաշկաները կհանի, ուղղակի կպատրաստի, կսարքեմ իմ ձևով, այս մի գույնն եմ վերցել, դրանց ասում էլի ֆարտուկ չեմ դնում, այս մեկ պետք է գար, մեկներ այս գարնանային գույներն են, կարող գարնանային գույներով, ձեր համար ֆարտուկով, Անայիդ սվարտուկում, Անայիդշկը սվարտուկում, ունակ հնայ, տեսակ վիզը ստեղից էր, այս ես պիտի լինի օրենքով, ինք արդեն կիչնի, լավ ես մաման կսարքի, խոսքը մեր մեջ կարող եմ ես էլ անել, պրոստը ինքը կարի մեքենայով կկարի, սա այսպես, սա ես կտամ վախ, որպիսի ինքը չապի անը, դարով մի հատը ինքանը ես կվեշեմ, չգիտել իրա ֆարտուկ ունի։ Ուրեմն են օրը կիաբիում, ես մտա պատահաբար մեսաժ ստացա, որ մինչև այսօր գիշեր ժամը 2:12-ը, 8-ից 12-ը 20% զեղչեր էին, բայց իմ քրոջս համար ինչ-որ բան պետք է պատվիրի, ասեցի ձեղին իմ համար եմ երկու բան վերցնել, տեսել էի խանութում, հիմա կհագնեմ կտեսնենք, սա ինչի, բայց ես նույն հոծիր անում, հա, նույն սա, են ուրիշ գույն է, ես ուրիշ գույն, ես կնցել գիտեի, գրեսել, բայց ողրագույններ, հիմա, ես վերցել եմ այս բլուզը սպիտակ, հիմա մի հագնեմ ցույց տամ ժողովուրդ ջան, տեսնենք ինչ է իրանից ներկայացնում, այնտեղ խանութում արարեցի հագնեմ, ես այս տիպի բլուզներ սիրում եմ ամառը, մի քիչ թևերով, որովհետև սա ես ձմռանն եմ հագնում, մի քիչ լայնն է, բայց սիրում եմ այս տիպի, նայեք, այս տիպի բլուզները սիրում եմ, որովհետև ինքը թևեր ունի, ես մի քիչ այսպես մտցնում եմ շալվարի մեջ, ու հետևը կարևոր է լավ երկար է, մի քիչ լայն է, բայց ես դեղ չեմ սիրում այսպես քիպ, սան ես բլուզա, որ պիտի լայն լինի, գնել եմ ես գույնը, փորձել եմ մյուսը, գնել եմ սև, ինչպես միշտ սևը մնում է կլասիկա, ես սա պիտի սև տավատով հագնեմ, ու իհատ սևը ոնց որ պիջուր փոքրոտ է, դե բնական է սևերը, նույնի սևն եմ գնել, մատերիալը արտակարգա, ինչ արժեր, 12 եվրո արժի խանութում, երեխեք, բակարին թանկ չի, ես ամեն կտոր չեմ կարողանում, բացի իմ կոլեկցիայի հավաքածուի, բայց սա ներծակ նուրբ մատերիալ է, շատ նուրբ է, և ամենակարևորը թևերը չխչիկ, թիթեռնիկ, պատկերացեք Total Look սևով, հիմա ես մի հատ բան կա փորձեմ, Total Look սևով և ձեզ ցույց կտամ, մի հատ ես մյուս գույնը փորձեմ նոր, սա էլ է լավ, ես ես գույները չգիտեմ ինչի շատ մոդա եմ, վաու, մանիֆիկ,
սև շալվարների հետ շատ սիրուն եմ։ Խորհուրդ կտամ գնաք գնեք երեխեք ջան։ Եթե չկա խանութում, միգուցե խանութում չլինի, ինտերնետում կա։ Ճիշտ ասած, որ ուզենայի L-ը կվերցնեի, բայց L-ը մի տեսակ չեմ սիրում սենց, ես սիրում եմ սիր oversize, որ լայնոտ լինի վերևը, մի քիչ ազատ լինի սա ավելի։ Մի հատ էլ լվանում ես, մտնում է, նայեք։ Այս գույնն էլ ալավ շատ ծիգրով է։ Տեսակ, հիմա փորձեմ կարևոր մի բան։ Ներվայինները ազատ են դահլիճը։ Ես եկա։ Ժողովուրդ ջան, ուրեմն նայեք։ Այն օրը դուք տեսաք չի, ես բասաբուշկաները որ գնեցի, մի քանիսը պահեցի, այն մյուսերը, որ այսպես կաբուլկով էր, ինքը ոտքս փախնում էր տակից ու սողում էր։ Երեք չարաչորը Բեսոն գնացի, Բեսոնին գնել եմ սա։ Ֆիրման կոչվում է Մախկոտոձի, Մարկո M-A-R-C-O Տոձի։ Այս ֆիրման նորմալով լավ խանութներում էր անում, ուղղակի Բեսոնը ինքը գնել է դրանք, եթե չեք կարող եք ինտերնետով գնել, երեխեք սրա նման փափուկ էսկարպեններ չեք տեսել, նախ կրունգը ցածր է, իսկ սա գնեցի Քիաբից, նայեք տեսեք ժողովուրդ ջան, տիգրովկա, ես շատ տրենդային է, խորհուրդ կտամ գնեք եւ կհավատաք, որ չեք փոշմանի, նախ ես որ ձեզ մեկ-մեկ ասում եմ, ժողովուրդ ջան, շատ գեղեցիկ է տոտալ լուք սևը, տոտալ մի լուք սև, վրայից արդեն պիջակները խփում եք, հիմա ես ցույց կտամ մի քանի պիջակներով, եւ դուք կտեսնեք, որ իրոք, այո, շատերի հետ ես համամիտ եմ, որ ասում են Անահիտ սևը, այո, սևը իրոք շատ լավն է, ամեն ինչի հետ շատ է սազում, մանավանդ որ մի քիչ բարձրանում ենք կրունկների վրա, где 1.83 մ, там 1.88 մ, մեկը բոլոր եմ, ինչ տարբերություն, ասեք, որ լավն է, ինտերնետով, խանութում չկա, ինտերնետով գնեք, գինը 29 եվրո է, 30 եվրո։ Ժողովուրդ ջան, ես եկա եւ ես հիմա ձեզ ցույց կտամ բոլոր պիջակների հետ։ Երբ որ ես ձեզ ասում եմ, որ տոտալ լուք սևը լավ է, դա չի նշանակում, որ պիտի ոտից գլուխ սև հագնեք։ Հիմա ես փորձում եմ այս պիջակի հետ, նայեք տեսեք ինչքան արտակարգ գեղեցիկ է նաեւ սևի հետ։ Ուրիշ ոչ մի բան, ոչ կակի, ոչ բան, ուղղակի սևի վրայից հագնում եք այս պիջակը եւ անմիջապես ձեզ գույնը փոխում է, ավելի հաճելի է գալիս է աչքի վրա տեսնողների համար եւ նաեւ ձեր համար։ Իսկ ինչու դարձնենք մեր կյանքը սև, եթե մենք կարող ենք այն դարձնել վարդ։ Սիրելիներս, ես խոսացել եւ չէի տեսել, որ իմ հեռախոսը մահացել է։ Դավիթի ասած ձևով եմ նկարում եւ դա լավ եւ վատ կողմերն ունի, ես չեմ տեսնում ինձ։ Ուրեմն, ինչպես ասեցի, ինչու մենք չվարդագույն դարձնենք մեր կյանքը։ Հիմա ես տոտալ լուք սև եմ։ Հագնում եք արդեն ես պիջակների առաջինը տեսակ եմ տիգրովի որ կար դա էր։ Հիմա նայեք, ամբողջ սևի հետ ես սպիտակետ չեմ հագել, հագա գազարագույնը։ Սա մեկ գեղեցիկ գույն, բացում է ինքը գույնը։ Եվ ասեմ ձեզ, սիրելիներս, նրանք ովքեր անգամ կարճ են հասակով, ես ուղղակի խորհուրդ եմ, արեք ոնց կուզեք, երբեք գոնդոլ կոշիկներ չհագնեք, միշտ հագեք նուրբ կոշիկներ եւ աշխատեք, եթե կարճ եք հագնեք բարձր, բարակ, այս կախպեններ, իսկ եթե բարձրահասակ եք կամ տարիքով արդեն գալիս է մի տարիք, որ մենք դժվարանում ենք հագնել բարձր կրունկներ, Այս չափսը գնեք, ձեզ ասեցի, որ սա գնել եմ Բեսոնից և շատ գոհ եմ, հիմա նայեք, ես հագա դուրսը ցուրտա դուրս եկա սև եմ հագել, ուզում եի սև, մի հատ գեղեցիկ շարֆ եք գցում, հիմա հագա այս կաշվից բաճկոնով, կապույտ գույնի, սա ևս գեղեցիկ է նայվում, որովհետև սևը կարող ենք հագնել կարճի և երկարի, ասեմ ձեզ մի խորհուրդ էլ տամ, նրանք ովքեր կարճ են հասակը, այս գազարագույն պիջակի երկարությունը աշխատեք կտրեք, այսինքն եթե դուք ուզում եք մի քիչ բարձրանաք, հագեք այս չափսը, իսկ եթե ունենք մի քիչ տազիկներ եւ ուզում եք հագել մտածելով, որ դուք ձեզ դա նիհար ցույց կտա, չարաչար սխալվում եք, եթե ունեք բարակ մեջ կամ թեկուզ բարակ մեջ քիչ ունեք, կարճ եք մի քիչ լայնոտա այս մեր տազիկի եւ հեգրիկայի մասը, աշխատեք հագնել կարճ,
Չեմ ասում այսքան, այսինքն բաճկոնների հետ է խոսքս, բլուզ եք հագնում այս տիպի, սենց մի քիչ մտցնում եք շալվարի մեջ, հետևը թողնում եք այս սենց երկարը, որ փակի, բայց բաճկոնը հագեք կարճոտ, որպեսզի ինքը ձեզ բարձրացնի, իսկ որ դուք հագնեք շատ երկար, ինքը ձեզ նստացնում է, սիրելիներս։ Խորհուրդ եմ տալիս, արի թե դուք ոնց խուզեք, դա արդեն ձեր գործն է։ Մյուս բաճկոնը սովորական ջինսատիպի կանաչ գույնի, կակի խակի կանաչ, բաճկոն, տեսեք այս չափսն եմ ասում, որպեսզի շատ կարճ չլինի, որովհետև մենք երիտասարդ չենք, շատ երկար էլ չլինի, չափսը լինի այս չափսի։ Տեսեք հետևի մասը երկար բլուզը ձեր փակում է ձեր այդ կլորիկությունը, եթե ուզում եք փակեք, շատ մարդիկ կան, որ անգամ այս բլուզը իջացնում եք այստեղ, մոռացեք։ Այո, երբ ունենք մի քիչ փորային հատված, համաձայն եմ ձեր հետ, բայց շատ երկար մի արեք, գոնե հասնի մինչև այս մասը։ Հիմա սա այս մյուս բաճկոնը, տեսնում եք սև լուկի հետ կարող եք հագնել տարբեր բաճկոններ եւ ասեմ ձեզ, որ դա ավելի կհեշտացնի ձեր գործը, որովհետեւ էջանակ էլ չեք մտածում, ինչ հագնում, այսօր որ ինչ հագնում։ Ես ասում եմ, երբեմն լինում է, որ ինձ ուզում եմ հագնել, ես հատախակի եմ հագնում սև եւ վրայից հագնում եմ ջինսից բաճկոն, կարճ բաճկոն, բայց այս տարվա բաճկոնները, նայեք, հիմա Chanel բաճկոնը հագնում եք եւ գնում եք մինիստրություն պրեզիդենտի հետ հանդիպելու, հիմա տեսեք սա արդեն լրիվ ուրիշ լուկ է, ասենք երեկոներ, կոկտեյլներ եւ այլն, սա արդեն լրիվ դառնում է կանացի, էլեգանտ, չենք ընկնում վուլգարության հետևից։ Սիրելիներս, իմ լավ հետևորդուհիներ, ջան, երիտասարդներ ովքեր կնայեք, իսկ եթե տարիքով մարդիկ կան, որ դիտում են ինձ, փոխանցեք թող երիտասարդներին էլ լսեն։ Ուզում եմ ձեզ մի բան ասել, նրանք ովքեր ինձ նայում են, հիմնականում տարիքով 50-40 կան 30 դաժե ինձ գրել են, որ մենք երիտասարդ ենք, սիրելիներս, եթե ունեք ընկերներ, ընկերուհիներ, եթե ունեք այնպիսի անձնամարտիկ, ովքեր որ թեկուզ հետևում եք որոշ բլոգերների, որովհետև տեսել եմ շատ-շատերին եմ տեսնում, բնականաբար մի քիչ լիքոտ են, մի քիչ գիրություն ունեն եւ այլն, կարճ են հասակով, բոյով են, մի քիչ կրսկերի մասնամեծ, մի քիչ ինչ որ այա։ Եթե կցանկանան, ես գիտեմ որ բոլորը կասեն դու ով ես որ ես այս ամենն անում եմ ձրի իմ հայ ժողովրդի համար։ Օգնեմ, եթե կարող եմ ինչ որ մի բանով, կօգնեմ։ Ես սա իմ աշխատանքի բնույթ է, ես սրա համար վարձատրվում եմ, բայց ձեզ այս ամենն անում եմ հոգով, սրտով, որպեսզի երբ որ գամ Հայաստան, գալիս եմ Հայաստան, տեսնեմ մեր աղջիկները գեղեցիկ, էլեգանտ են։ Ասեմ ձեզ սիրելիներս, ես նկատեցի անցյալ տարի, որ բոլոր մեր հայ աղջիկները, երիտասարդները իջել ենք բոլորը, հանել եք ձեր կաբլուկները, կամ էքստրաներ են գոնդոլոտ կոշիկները, գոնդոլ կոշիկներն էլ մոռացեք, գոնդոլը գոնդոլացնում է, անգամ է դիմացի պլատֆորմային մոմենտը մոռացեք, հագեք սենց էսկարպեններ, դա է կասնի, կարող եք հագնել բոտասներ եւ այլն, բայց երբեմն կարող եք գնել այս տիպի փոքրիկ կրունկներով ինչ որ մի բան, բայց նուրբ բարակ, որպեսզի ձեզ սլացիկացնի։ Ես ուղղակի դա եմ ուզում տեսնել։ Ես չեմ ասում, ես անել չեմ կարողանում, որ մարդիկ մեկը մեկին քննադատում են։ Եթե կտեսնեք նրանք ովքեր կան, որ կդիտեն եւ կցանկանան, նրանք ովքեր կցանկանան փոխանցել այս իմ խոսքս երիտասարդներին, գիտեք ինչ, պետք է լինել մոդայիկ, մնալ մոդայիկ, որտեղ ես այս բաճկոնը կարող եմ հագնել ջինսից լայն տաբատի հետ, էլի շատ գեղեցիկ է։ Բոլոր հայկական հայ մեր բլոգերները մեր Հայաստանի իմիջն է, Instagram-յան, YouTube-յան եւ այլ։ Ես շատ եմ ուրախանում, որ նայում եմ տեսնում շատ երիտասարդներ կան, գեղեցիկ իրենց հետևում են մակիաժը, նուրբ մակիաժ եւ այլ, կան որոնք որ դա իրենց ճաշակն է, սիրում են գույնզգույն, կամ գույնզգույն չէ, բավականին շատ ոսկեղեն, ոսկի ինչ-որ տենց շորերի վրա տենց բաներ, դա իրենց ճաշակն է, չպիտի մենք իրենց քննադատենք, ուղղակի կցանկանամ, եթե կդիտեն ոմանք ունեք, որոնք որ իրենք չգիտեն ոնց հագնվեն, ոնց անեն, որ իրենց գեղեցիկ տեղը ցույց տան, թերությունը փակեն, ասեք թող մտնեն իմ բլոգ։ Հիմա բոլորդ գիտեք, թե Անահիտին ամեն ինչ սազում է, չարաչար սխալվում եք։ Անահիտը ուղղակի կարողանում է իրեն պահել, այսինքն գաղտնի պահել այն, որը որ պետք չէ ցույց տալ։ Հիմա ես պետք է 5 րոպեից ունեմ ներկայացում պրեզենտացիա օնլայն,
պատրաստվել եմ արդեն եւ պրեզենտացիա կանեմ հենց այսպես, որպեսզի միանգամից էլ չփոխվեմ, որովհետեւ դա լինելու է ինտերնետային կապով։ Դե իմ սիրելիներս գնացինք։ Ժողովուրդ ջան դուրս եկա, բավականին քամի է, մեքենան տանում բերում է, լավա մեքենան էլ է ծանր էլի, իմ նման շատ երկար մտածելուց հետո դուրս գամ թե չէ, հետո ասի Անահիտ, եթե դու հիմա չգնաս, առավոտը դու չես արթնանա գնաս ծաղիկ գնես, ամենաճիշտը հիմա գնալն է, կբերեմ ծաղիկը կդնեմ ավտոտնակում, գարաժում, մի հատ վազայի մեջ, որպեսզի առավոտյան դուրս գամ, բայց ասում հանկարծ չգնա գարաժ մաման, ու բան գնամ, դա գնեմ, մամային ասի գնում եմ պոչտա, չնայած պոչտայի գործեր ունեմ, բան պետք է ուղարկեմ, շատ ողավոր քամի է, այս քամին երեխեք, ներվայինների քամին է, ստեղ են էլ ասում, ներվայիններն ազատեն դահլիճը, իմ կեսուր նողորվածիկ ասպես սելվան ջտամ, բանի հետ, նրանք ովքեր պրոբլեմներ ունեն, դեպրեսիվ կամ հոգեկան հիվանդության պրոբլեմներ ունեն, կամ նրանք ովքեր որ ինչ-որ հորմոնալ պրոբլեմներ ունեն, այս քամին իրաց ներվայնացնում է, նյարդայնացնում է, այնպես որ սիրելի իմ հետևորդ տղամարդի հանկարծ մարդ եք էլի, քամիներ կլինի, մի 10 կիլոմետր հեռու մնացեք ձեր կանացից, թե չէ որ ներվայնացել են, պիտի կպտեն ձեզ, հավես ունեք դուք, մեկ ամուսինս գալիս ասում երևում է որ դուրսը քամի կա, որ ասենք ներվայն, ինչ որ մի բան եմ ասում կամ ջխայնանում ասում, կոշիկներով նորից եկալ նոր եմ լվացրել, ասում երևում է դուրսը քամի է, վրետ ազդել է, դա էլ այս մի բանը տղամարդկանց կողմն եմ էլի, այսինքն խղճում եմ տղամարդկանց, ասում զգուշ մնացեք, հենց քամի ա լինում ձեր կանանցից հեռու, միայն եւ միայն ջան ու ղուրբան ասեք, ինչ կասեք, այո սիրելիս, թողի քամիներն ասնի, նոր ձեր գործն արեք։ Ես ասում եմ, ես իմ ասածի վրա ծիծաղում, ինչ անեմ, սիրելիներս, Այ Աստված իմ ռուսախոսներից, որ ռուս կան աղջիկներ կան մեր թիմից, որ ռուսերեն էին խոսում, ուշքս գնում էր, մանավանդ մեր լավ խաղացողներից մեկը, որ այդպես ակցենտով հայերեն էր խոսում, ռուսերեն չէ, հայերեն էր խոսում, ուշքս գնում էր, մանավանդ լեննականցի ակցենտով, խեյտալում էի, այ հենց դուրս եմ գալիս, արդեն այդ լարված է, տան այդ լարվածը, ամեն ինչ տարեցի, բայց խոհանոցը մոռացա գետի նոմակ պիլասոսան էի, փոշեկուլացն էի և դուրս եկա, ասեցի դա կսպասի ոչինչ չի փախնի, ավելավա գնամ շուտ գամ, մինչև երեկո գոնե գալիս դա մեր մոտ ժամը, ես ինչ է անջատված իմ բանը, ես ինչ է իմ մեքենայի անջատված, ժամը 4:20 մոտավորապես, ձեր մոտ 7:20 Երևանում Հիմա շատերը կասեն, Անահիտ, ժամը 4:00 այս ժամի ձեր մոտ ինչ է լույս, տենց է, չէ, մեկ չես պատկերացնում, մեր մոտ գիշեր ալնում, Ամերիկայում առավոտ, ցերեկ, տենց է էլի։ Ես շատ ուրախ եմ, որ դուք ինձ տեսնում եք այնպես, ինչպես ես կամ։ Ես չեմ կարող սցենարներ գրել հատուկ, որ մտածեմ այսօր ինչ ցույց տամ, վաղ ինչ ցույց տամ, կամ միայն խանութ, որովհետև խոսքի այդ կոնտենտը ինքը շատ ձայն է բերել, այսինքն նայող է, դիտող է եղել, ոչ։ Եթե դուք ընտանեկան բլոգ եք բացում, պիտի ցույց տաք 25 րոպե ձեր առօրյան, այսինքն ես ուզում եմ ցույց տալ նրանք ովքեր կասեն կինը ինչ է անում, որ ցույց տամ կնոջ առօրյան դա վասկ է, առավոտյան արտանում ես, տեղերը հավաքում ես, մտնում ես խոհանոցից հետո նորից շարունակում ես հավաքել, հետո նա այն որ ես տանից եմ աշխատում, իմ աշխատանքը, հետո աշխատանքից հետո նորից էլ ինձ չէ որ դու աշխատում ես այդ շորեր բան նորից կպցնում ես նորից հետ ես տանում այսօր զանգել էի քրոջս աղջկա սկեսուրին շորեր էի ցույց տալի որ գներ բարև Սրբուի ջան ասեցի Անահիտ այդ ինչ արժե ասեցի պիտակները չեմ կպցրել դեռ ասենք յարլիկ լավ յարլիկները չեմ կպցրել ասում եմ ես քեզ արդեն 2 շաբաթ է նայում եմ YouTube-ով դու հələ պիտի պիտակ կպցնես ասեցի Սրբուի ջան, դա այդպես է Անահիտը, վերջին վարկյանի Раз, два, три, четыре, пять Եվ պատրաստ եմ Եվ ասեմ ձեզ սիրելիներս, որ հիշում եմ պիտի սկսեմ աշխատանքը, պրեզենտացիաները Տենց է, մանավանդ ասեմ ձեզ եղանակը հեչ ձգող չի Հուսով եմ, որ մի շաբաթ գոնե մի քիչ արև կլինի, որ սենց Չնայած ասեմ, մարդիկ, որ գալիս են պրեզենտացիաներին, ցանկանում են գնել գույներ արդեն, որտեղ հոգներ են ամբողջ ձմեռ այդ մութ, տխուր գույները,
Հիմա մտածում եմ ես ինչ հագնեմ պրեզենտացիային եւ ինչ ցուցադրեմ համար առաջին պրեզենտացիայի ժամանակ։ Երկու զգեստների վրա եմ կանգնած մտքով։ Տեսնենք։ Կփորձեմ միասին ցույց կտանք, պատվիրել եմ, որ գա իմ հավաքածուից եմ, էլի պատվիրել, որ գա ցույց կտամ։ Ես ասեմ իմ, քանի որ ես ներկայացուցիչն եմ այդ ֆիրմայի, ես ուրիշ ոչ մի բան չեմ կարող հագնել ժողովների ժամանակ, այդ պրեզենտացիաների ժամանակ, որովհետև դու ներկայացնում ես տվյալ։ Պատկերացրեք երազչան կոշիկներից բռնած հարցում են որտեղից ես գնել, այսինքն իրանք ինչքան ուշադիր են քեզ նայում այդ ներկայացման ժամանակ, որ ոտից գլուխ, որ ցանկանում են նույնը ունենալ։ Դրա համար ես երևի թե գույն տամ մի քիչ այդ օրվա իմ պրեզենտացիային, որ մարդիկ ասեն գարուն է արդեն։ Ժողովուրդ ջան, ուրեմն ձեզ ցույց եմ տալիս ծաղիկները, ֆրանսիական ծաղկի խանութը, բացի նրանից, որ իրենք ունեն պլանտներ, այսպիսի բույսեր, որ գնում ես արդեն պատրաստի, նաև վաճառում են դեկորացիա։ Դեկորացիաները տարբեր են, այսօր նոր հեսա, նայեք վազաներ, այս ամբողջ գեղեցկությունը, ասեմ, որ շատ սենց բաներ կան, որ կարող են գտնել փոքրիկ խանութներից, այսինքն փոքրիկ չէ, սենց խանութներ, որոնք որ ավելի մատչելի են, բայց այս ապրանքներն ավելի լավն են, ավելի որակով են։ Այս գորտերն էին նայում, այնքան եմ ծիծաղացել, հիմա կրյաները, քանի որ իմ սոսիտեի անունը կրյա է, ճիշտ ասած մտածեցի մի հատ սրանից գնեմ իմ համար, կահույքի վրա դնելու, բայց փոքր կրյա, եթե մի քիչ մեծոտ լիներ 100% կգնեի, սա ուղղակի սիմվոլիկ, այս կրյայի մեծս էց լիներ, էլի ավելի սենց սիրուն, այս գույներն էլ շատ լավն են, հանգիստ են, էլի ավելի, էդ եմ նայում ծառերը, հետո արդեն տեսեք բույսերը, ասեմ ձեզ, որ ծաղիկի վաճառքը, ծաղիկի բիզնեսը ամեն տեղ լավ է աշխատում, սրանք արդեն աֆրիկյան ստիլն է, սրանք արհեստական ծաղիկներ են, այս կողմն արդեն նրանց այդ բաներն են, էլի, այդ հողարկավորության բաժինն է, այս վազաները, ամբողջությամբ, այս ծառերը, բույսերը հիմնականում ես իրենց պատվիրեցի, որ մի հատ լավ բուկետ սարքեն մամայի համար, հիմա ինքը պատրաստում է, գույները ես ընտրեցի, որովհետև կար պատրաստի, որ չցանկացա գնել, մանիֆիկ է, très joli է, ասեմ ձեզ, որ մեր Հայաստանի բնականաբար խանութը, ծաղիկների խանութին չի հասնի երևի, որովհետև մերոնց այդ ծաղիկների այդ ճաշակ ուրիշ է, բայց իրանցն էլ, այս խանութն էլ վատը չի լավն է, շատ ճաշակով, vous avez un super joli magasin, goût. C'est tout neuf. Oui, j'ai une copine, elle m'a dit, j'ai réfléchi, j'ai dit c'est en bas. Et après je me suis dit non, je l'ai vu en passant que c'était marqué fleurs. On s'est déplacé. Oui, vous avez acheté, non? Oui, j'ai racheté et on est là maintenant. Ouais, super. Très joli. Bien, il faut aimer les couleurs. Oh, oui, c'est mieux que le noir. C'est moins triste. Je suis dans les couleurs. Cécile, elle me connaît, hein, Cécile, j'aime bien les couleurs, moi. Moi, j'aime les couleurs, hein. Ça se voit. Այ բուկետը, թուղթել է շատ սիրուն, այս կազարագույն գույները, ծաղկավոր, շատ սիրուն բուկետ սարքեց այդ աղջիկը, ասեցի մալանդենց, ոնց անենք, որ չլղջվի պավարոտների ժամանակ, երևի թե դնեմ այստեղ, ժողովուրդ ջան, վոլա, այդ հանեմ, կուրտկան, երեխեքն են գալիս, գնում են տուն, դպրոցից քանից դա ժամը, որ տուն են գնում արդեն, երեխեք ես կամին ուղակի սբանում, գնացինք ժողովուրդ ջան, տանեմ դնեմ վազայի մեջ, այրիկը լիքը ծաղիկներ կստանա վաղը, ճիշտ ասած մտածեցի բան գնեմ, այդ գարշոկով էլի, որ տենց տնի տունը, են էլ են օրն ինձ ասեց, Անայդ ասեց, էլ ինձ գարշոկով բաներ չգնես, ես հասկացա մեսաժը, չնայած մերոնք գիտեմ, որ քույրս, եղբայրս բոլորը կբերեն իրան ծաղիկ, որտեղ ինքը շատ է սիրում, ինչքան էլ ասում է չէ, բայց մի հատ ունես լավ մեծ ծառ եմ տեսել այստեղ, բայց ես այդ ծառը այնտեղը, որ ծառս որ փչացավ ընկավ, այդ ծառը ես այդ ծառից մի հատ մեծը կգնեմ, բան, այդ իմ զալի համար,
Չնայած ես չեմ ինչ են ասում ջրողը, սատիկն է ջրողը, քանի կամիոնը չկա, մի հատ խալտուրա, մի հատ անկարգություն։ Տեսակ ծաղիկի խանութը, իրենց մոտ ծաղիկի խանութները հիմնական դեկորացիայի նաև խանութ է, այս քաղաքում այդքան շատ չկար, բայց այն մյուս քաղաքում մտածեցի որտեղ գնամ, քանի որ այստեղից ես պետք է պոչտայից բան ուղարկել, դրա համար եկա այստեղ։ Այն մյուս խանութում ավելի շատ կա դեկորատիվն ինչ որ բաներ տենց, ճիշտ ասած մտածեցի այն հավը վերցնեմ, հետո ասեցի որտեղ դնի, իմ դուրս շատ է գալիս, բայց եթե չգիտեմ, հետո մանեկա կատու, ասի կամ կատու գտնեմ, ինչ որ մի հատ հետաքրքիր բան, բայց ասեցի չէ, գիտեմ որ դուրը չէր գա մամայի, որտեղ ինքը ամեն բան չի սիրում, բայց այդ հավիկները իմ դուրս շատ եկավ, ես որ նոր էի տունը նոր կառուցեցինք, իմ տան խոհանոցը դե 80 որ թիվներ, 2008 թիվներ, տան խոհանոցը, տան դեկորացիան ամբողջը հնաոճ էր, այսինքն կահույքները այդ Լուի Քենս 15 այդ տիպի հնաոճ էր, իմ խոհանոցը հիմնականում կարմիրի վիշի գույն էր, կարմիր, սպիտակ, պատը բանը, կարիճնիվի, բաց կարիճնիվի, կակաոյի գույնի, լրիվ փոխեցի, այդ ժամանակ դա էր մոդա, դրա համար չպիտի կանգնել, ինչ ասեմ, սենց կարճվել այդ ձեր կահույքների և տան այդ վարակույրների և այդ հին ձեր ռեմոնտների որ անում եք դուք, դրանց վրա չպիտի կանգնեք, որովհետև տարին տարի վրա ինքը փոխվում է, բնականաբար մարդիկ կա, որ չեն սիրում փոփոխություններ, ես սիրում եմ քայլել առաջ, ես չեմ սիրում դոփել տեղը, կամ մի տեղ, կամ հետ գնալ, նահանջել, չեմ սիրում, դա իմ բնավորությունն է, ինչպես ճանաչում եք արդեն ձեր Անահիտիչկային, այդպիսի բան էր սիրելիներս, սա էլ այդպես գնեցի ծաղիկը և շատ գեղեցիկ ծաղիկ էր, բուկետ էր, հիմա տանեմ մտցնեմ գարաժ, ավտոտնակ, վազայի մեջ ջուր լցնեմ, դնեմ մեջը, որ վաղ առավոտյան մայրիկի սյուրպրիզ անեմ, իր գեղեցիկ նվերով, կացան, գնեցի կացա, գնեցի գոգնոց և մի բուկետ ծաղիկ, ինչ է պետք տարիքով կնոջ համար, ուշադրություն և այնց բաներ, որ ինքը իրան պետք կա։ Այդպիսի բաներ սիրելիներս դեր, մի հատ զանգեմ մի տեղ և հետո արդեն 5 րոպեից հասնեմ տուն ես Անահիտիչկա բալնայը, երբեք, не надо говорить, սիրելիներս ես դուրս եկա, առիթից օգտվում եմ, քանի որ այս վլոգը դուրս է գալու վաղը մարտի 8-ին, ցանկանում եմ շնորհավորել ձեր մարտի 8-ը, մեր կանանց, բոլոր կանանց մարտի 8 տոնը, ցանկանում եմ, գիտեք ինչ, առողջություն, երջանկություն, դա ամեն ինչը ցանկանում եմ, բայց գիտեք ինչ եմ ցանկանում եմ, որ դուք բոլոր աշխարհի բոլոր կանայք սիրվեն, սիրված լինեն, իրենց սիրված կան եւ իրենց կարեւորացված կան։ Ցանկանում եմ, որ ինչ ասեմ, տղամարդիկ միշտ ուշադիր լինեն իրենց կանանց նկատմամբ եւ մինչեւ կյանքի վերջ լինեն իրար հետ։ Դա իմ ցանկությունն է, գիտեմ, որ դա անհնարին է, բայց ցանկությունն է, միգուցե թե մի օր լինի, ամուսնանանք եւ ծերանանք միասին եւ լքենք այս աշխարհը միասին։ Համենայն դեպս սա է իմ ցանկությունը եւ ամենակարևորը իմ գեղեցիկ սերի ներկայացուցիչներ, եղեք ձեր ընտանիքի սյունը, որովհետեւ կնոջից շատ մեծ բան է կախված։ Այո, տղամարդը տանիքն է, բայց կանայք սյունը, երբ որ սյունը խախուտ է լինում, այդ ընտանիքը ուզում է տանիք լինի շատ պինդ, ինքը փլուզվում է։ Սիրելի կանայք, համբուրում եմ ձեզ, իմ լավ հետևորդուհիներ 8000 ում ես արդեն ճանաչում եմ, ձեր մարտի 8-ը շնորհավոր, ամենալավը, ամենաբարին եւ ցանկանում եմ, որ յուրաքանչյուր կնոջ դեմքին միշտ ժպիտ լինի։ Դա իմ ցանկությունն է այսօր մարտի 8-ի կապակցությամբ։ Համբուրում եմ ձեզ եւ ձեզ ցանկանում եմ լավ օր եւ շատ նվերներ, ծաղիկներ եւ այլն։ Իսկ տղամարդկանց մի բան եմ խնդրում, ուշադիր եղեք ձեր կանանց։ Կանայք արժանի են դրան։
Դե ինչ սիրելիներս, ինչպես նախորդ վլոգում տեսաք, նվերները տվեցի մայրիկին, ինքը շատ ուրախացավ։ Եվս մեկ անգամ շնորհավոր մարտի 8-ը իմ սիրելի կանայք, եղեք միշտ ուժեղ, առողջ եւ եղեք ձեր ընտանիքների սյունը։ Համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ, շատ եւ ձեզ ասում պակա, պակա։